Չարենցավանի մարզահամալիրում Հայաստանի ուժեղագույն ըմբիշներն են, որպես կանոն տարեվերջին նրանք պայքարում են Հայաստանի առաջնության ոսկե մեդալների և հաջորդ մրցաշրջանում հավաքականում տեղ ունենալու համար։ Գորգում գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշներն են, կան նաև նորեկները, որոնք վերջերս են անցում կատարել մեծահասակների ասպարեզ։ Այսուհանդերձ առաջին շնորհավորանքը ստանում է հավաքականի երկրորդ մարզիչը Գևորգ Ալեքսանյանը, որն աշխատում է նաև ծննդյան օրով։ Ստացվում է այնպես, որ մեր ծննդյան օրերն էլ, եթե գործուղումների մեջ են կամ մրցումների մեջ են կամ հավաքների մեջ, աշխատանքային է լինում միշտ։ 13 տարեկանից ես ըմբշամարտի մեջ եմ։ Սկզբում մարզվել եմ, հետո աշխատանքային process, հետո մարզչական աշխատանք, վարչական աշխատանք։ Դե ըմբշամարտը ինձ գիտեք ինչ փոքրուց սովորեցրել է պայքարել ու չընկճվել։ Հայաստանի առաջնության ոսկե մեդալի համար առաջինը պայքարում են 55 կիլոգրամ քաշայինները։ Երիտասարդ, բայց արդեն մեծ փորձ ձեռք բերած Մամել Խաչատրյանը նկատելի առավելությամբ հաղթեց Նորայր Հախոյանին։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճեցին Էդգար Պետրոսյանն ու Արմեն Գևորգյանը։ Լավ էի պատրաստել մրցաշարին, վնասվածք չունեի եւ փառք Աստծո, որ կարողացա հաղթեմ եւ դառնամ Հայաստանի Հանրապետության չեմպիոն։ 60 կիլոգրամ քաշային կարգում համար պայքար ծավալվեց Նորայր Միշեղյանի մարզադպրոցի սաներ Արմեն Մելիքյանի եւ Սուրեն Աղաջանյանի միջեւ։ Մինչեւ 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Աղաջանյանը արագության շնորհիվ գերազանցեց փորձառու Մելիքյանին եւ հաղթեց 6-1 հաշվով։ Սուրեն, նախ շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, բավականին ծանր հաղթանակ ստացվեց։ Ու զգում եմ աշխարհի առաջնության բրոնզը ավելի հեշտ էր տրվել քեզ, քան այս չեմպիոնությունը։ Շնորհակալ եմ։ Այո, իրականում շատ փորձառ ու լուրջ հակառակորդ էր, բայց վերջին 10 օրը պետք է նշեմ, որ հիվանդացել է շատ լուրջ, այդ իսկ պատճառով հետ ենք, դրա համար հիմա այսքան ծանր է շնչառությունս, սովորաբար այս կարգի չեմ օգնում, էլի։ Հիտարժան ստացվեց Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի գոտեմարտը։ Ասլանյանը ոչ միայն լավ օգտագործեց պարտերից աշխատելու իր հնարավորությունը, այլև գրագետ պաշտպանվեց ու հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ Հայաստանի առաջնությունը կարևոր է այնքանով, որ այս ադբոր էր Եվրոպայի առաջնության, ոյս իմ համար շատ կարևոր մրցում էր, էլի։ Հաջորդ քայլը արդեն պետք է ավելի աշխատեմ, ավելի լավ մարզավիճակ հավաքեմ, որ հանդես գամ Եվրոպայի առաջնությանը։ Ինչ խնդիր ես դնելու 2026-ին քո առջև, 2025-ին Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձար։ Այստեղ ես ունեմ արդեն աշխարհի եւ Եվրոպայի մեդալներ, բայց չունեմ ոսկե մեդալ, առաջինտեղ չունեմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը։ Այս տարի նպատակ եմ դրել, որ դառնամ Եվրոպայի աշխարհի չեմպիոն։ 67 կիլոգրամ քաշային կարգում Սլավիկ Գալստյանի բացակայությամբ չեմպիոն դարձավ երիտասարդ Յուրա Հովեյանը, որը լավ տպավորություն թողեց։ 72 եւ 77 կիլոգրամ քաշային կարգերում հավասարը չունեին եղբայրներ Գասպար եւ Սամվել Տերտերյանները։ 82-ում չեմպիոն դարձավ Սամվել Գրիգորյանը, 87-ում Գևորգ Թադևոսյանը։ 97 եւ գերծանր քաշային կարգերում էլ հաղթեցին համապատասխանաբար Հայկ Խլոյանն ու Ալբերտ Վարդանյանը։ Տոներից հետո հունարամյականներն արդեն կնախապատրաստվեն մրցաշրջան 2026-ին։ Առաջին հավաքը Ծաղկաձորում է։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։